Նիկոլը գործող անձներ, Նիկոլը գործիքներ։ Ես հիմա սրանով ոչ թե Նիկոլին պաշտպանում եմ, այլ Նիկոլը ամենամեծ դավաճանն է, որ ինքը համաձայնվել է այդ գործիքը դառնալու։ Եվ հիմա այս վիճակում արդեն իր վրից գցում է։ Բայց մենք չէինք, նախկինում էին թալանում, այո։ Ես բազմիցս ասել եմ, որ Նիկոլ Փաշինյանը շատ ճիշտ է ասում։ Ինչ ասում է, շատ ճիշտ ասում, նախկինների հասցեին, որ թալանջի էին, էս էին, կորումպացված երկիր ստեղծեցին, ամեն ինչը պարկացրին ռուսների տակ, ամեն ինչ որ այսօր ասում են, դե որ ռուսը չլի ինչ պիտի անեն, դա դրա համար էր արվում։ Նիկոլ Փաշինյանը ճիշտ է ասում։ Հիմա անդրադառնամ Ռոբերտին ու Սերժին, նրանք էլ են 100% ճիշտ ասում։ Որ Նիկոլը դավաճան է, որ Նիկոլը սրիկա է, որ Նիկոլը Հայաստանի իրական արժեքներով չի առել, նրանք էլ են ճիշտ ասում։ Այսինքն puzzle-ը հավաքվում է 100%-անով ճշտում պատային վիճակ եք դուք նկարագրում։ Չէ, բա իրանք հատուկ բերում են այդ պատային վիճակը։ Չէ որ այս վիճակը ստեղծողները առանձին վերցրած հիմար որևէ հայ չի։ Դավաճան ռուսներին, օտարին ծառայող հայերն են։ Այդ օրակարգը ինչպես կարելի է ճեղքել անցնել։ Որովհետև մենք արդեն 5 տարուց ավել է 100% ճշմարտության մեջ 50%-ի ճշմարտությունը Ռոբերտն ու Սերժն են ասում, այն 50%-ը Նիկոլն է ասում։ Այսինքն այդ որ գումարում ես իրեն ճիշտ է ստացվում։ Լավ, գումարեցիր, հետո ինչ ստացվեց։ Ոնց ենք շարունակում մենք։ Հայաստանի Հանրապետության մասին է խոսքը։ Հետևում եք Հայաստանի ազատագրության, համաշխարհային կազմակերպությանը, մեր նարատիվներին եւ փրկվում եք։ Նարատիվ համար 1։ Համար 1։ Անմիջապես Ռուսաստանի հետ որպես թշնամի պետության բոլոր կապերը կտրում եք։ Բոլոր կապերը։ Միանգամից, այո։ Այն ով որ կասի, բա շրջապատված ենք, բա Ռուսաստանը չլի, բա հացը, բա այնը։ Բայց ծորենի պատմություն ես։ Ես ծորը ես եմ, PR ակցիաներ են։ Ես ես ասեմ, հիշացնեմ բոլորիդ։ Արևմտյան Բերլինը, որը գերմանական դաշնային պետության տարածք էր համարվում, ամբողջությամբ շրջապատված էր սովետական լագերով, GDR պետությամբ։ Եվ ոչ մի փոխադրամ պատ էր շարած, ես գիտեք երևի հանրայիտ այդ պատի քանդումը, չէ՞, պատ էր շարած, եւ այնտեղի բնակչությունը 2.5 միլիոնից ավել բնակչություն էր, արևմտյան Բերլինի մասին է միայն խոսքը։ Եվ նա գոյատևում էր։ Միայն ամերիկյան ինքնաթիռներով մատակարարվում էր ամեն ինչ։ Ու գիտեք ինչ, այդ արևմտյան Բերլինը ամենաբարեկեցիկ երկրներից մեկն էր։ Առաջինը ազատվել, αρχին նարատիվը ազատվել ամեն ռուսականից, ճիշտ։ Միայն ռուսական չէ, հիմա ռուսական հասկացողությունը ինքնին սիմվոլիզմն է բռնատիրական ռեժիմների։ Որպես այդ օրինակը բերեմ, եթե ժամանակ ունենանք, մենք կանրադառնանք նաև Վենեսուելային։ Տեսեք, Վենեսուելան կարծես թե Լատինական Ամերիկայում, չէ՞, ասում է Ամերիկան հարձակվել է ին վրա, ուզում է ինձ վերացնի, էս անի, այն անի, այդ դրա պատճառները կասեմ ինչի համար, էլի։ Ինքը չի դիմում է հարևան պետությանը, Մեքսիկային, Կանադային, Բրազիլիային։ Նայեք ում է դիմում։ Ռուսաստան, Չինաստան, Իրան։ Այսինքն բռնատիրական ռեժիմների չարիքի կայսրությունների առանցքին է դիմում։ Դրանով իսկ բացահայտելով իրական պատերազմը, թե ինչու է կայանում այսօր մոլորակում։ Սաղ ստից բաներ է, Ռուսաստան, Հայաստան, Թուրքիաներ, այնտեղ Վրաստանը, սաղ ստից բաներ է։ Մի հատ երրորդ համաշխարհայինը արդեն ուժի մեջ է մտել շուտվանից։ Եվ այդ շուտվանից, երբ որ մենք ասում ենք մեր առընջերով կան, եւ Արցախի հարցում, եւ Հայաստանի պետք է լինի արևմուտք ասելով արևմուտքի այսօր հավաքական հզորագույն պետությունը դա Ամերիկայի Միացյալ Նահանգներն է։ Ամերիկայի Միացյալ Նահանգները եւ Եվրոպան մեզ ասում են, դե լավ, դա նույնն է, ես ինչ որ բաներ եմ։ Այսինքն դուք Ռուսաստան, Չինաստան եւ Իրան մի բլոկ եք տեսնում։ Հիմա երկրորդ բլոկն էլ ասել։ Երկրորդ բլոկը հակադիր բլոկը, որտեղ Միացյալ Նահանգներն են։ Հիմա անունները կտամ։ Որտեղ Միացյալ Նահանգներն են, չէ՞։ Եվ անունները կտամ հիմա այդ պետություններ ու համեմատեք ամեն մի այդ պետության բարեկեցությունը։ Ճապոնիա, Հարավային Կորեան, այդ չեմ ասում հյուսիսային, որովհետև հյուսիսային Կորեան Կիմ Չին Ինը այդ Շանխայյան վերջի այդ բանի ժամանակ Սին Ձինպինը որ կայնած էր, ձախ կողմից կայնած էր Պուտինը, աջ կողմից
Սինձինպին, այսինքն ինը մոտագույն իր բռնատիրական ռեժիմների իրանց կարգա ու մեր արև մտամետ Նիկոլը, որը ուզում է ինչ-որ բաներ ցույց տա, այնտեղ ներկա էր Ալիևի հետ միասին։ Ինձ բացատրեք էլի, այդ Շանխայան այդ համագործակցության այդ ակումբում ինչու չկային Լատվիայի պրեզիդենտը, Լիտվայի, Ուկրաինայի Եվ այլն բլոկերն եք Ինչի չկային, որովհետև դա չարիքի բլոկ է, որովհետև մարդկանց պարզ ասում արա որոշեք դուք որ կողմն եք։ Այս մարդիկ ասում մենք բալանսավորված ենք անում։ Մենք ինչին եք բալանսավոր, դու կամ չարիքի կողմն եք կամ լույսի կողմն եք։ Շո դու ուրիշ տարբերակ չունես, Էդի Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին, նաև Լևոն Տեր-Պետրոսյանին այդ շռայլությունը թույլ էր տրված լեզվով աշխատել և Արևմուտք և Ռուսաստան և մենակ թե ժամանակ շահեն բացահայտել Ռուսաստանի բոլոր թշնամական գործողությունները Հայաստանի նկատմամբ ինչու չէ նաև դրա հետ միասին ռուս-թուրքական թշնամական գործողությունների մասին, որովհետև թուրքերը մասնակցում են։ Այսօր պատահական չէր այդ Սիգնախի տարածքում, Վրաստանի Սիգնախի բնակավայրի տարածքում թուրքական օդանավի կործանումը, դա բնավ պատահականություն չի։ Ես ընդամենը մի հատ բան կարամ ասեմ, որ Սիգնախի այդ տարածքում այդ բնակավայրի տարածքում ժամանակին դեռ երբ որ Սաակաշվիլին հստակ օրիենտացիան վերցրել էր դեպի ամերիկյան եւ ՆԱՏՕ եւ Արևմուտք Սիգնախիում տեղակայված էր ամերիկյան ռազմաբազա հակաօդային օդային ուղղաթիռներ կործանիչ ինքնաթիռներ Ես ընդամենը ակնարկում եմ ես ոչ մի բանի բոլոր տարբերակներն այսօր ու թուրքերը այնքան զգուշավոր են որ բոլոր 3 հավանական ասենք պատճառների մեջ բոլոր 3-ն էլ տեխնիկական ինչ որ նշանակություն ունեցող են այսինքն որևէ թշնամակ այդքան զգուշավոր են որտեղ իրանք հասկանում են որ եթե հանկարծ հետքը դուրս եկավ եւ ամերիկյան որևէ հետ հայտնվեց իրանք արդեն բացահայտ լուրջ խնդրի մեջ են որովհետև թուրքերի երկակի խաղերը ավարտվեց են հիշում եք ինչ կանեմ ասեի ես չի թույլ տալու ամերիկան թուրքերին երկակի խաղեր խաղա ստե ռուսը ընկերեսա ստե տեսար ինքնաթիռ խփեցի տես ես ձեր կողմից եմ ստե տես Ուկրաինային գեներատորներ տվեցի տես ես արդեն նոր չի թույլ տալու իրանց են ասելու կամ էս կողմ սա վերջին նախազգուշացումն էր Եթե դուք ճիշտ եք եւ ձեր ակնարկը 100% ճիշտ եմ որովհետեւ քանի տարի է ես ինչ ասում եմ 100%-անով իրականանում է թող մեկը գա նստի կողքս ասի այս բանը ասեցի ու չիրականացավ սա լոկ նաև ուզում եմ ասեմ լոկ միայն վերլուծությունների վրա հիմնված չի իմ խոսակցությունները հստակ տեղեկություններ կան հստակ որը ոչ թե հստակ 100%-անոց տեղեկություն որ սա այսպես է եղել այլ կան որոշակի նամյոտք ոնց ասում եմ մենք դա շուրջ արդեն կառուցում ենք մեր վերլուծությունը եւ 100%-ով ճիշտ ենք դուրս գալի Ռուսաստանը քայքայվելու է հիշեք Թուրքիան քայքայվելու է Ադրբեջանը քայքայվելու է ու ես այն վաղ կտեսնեմ արդեն այն վաղ կտեսնեմ այսօրվա լպիրշ խոսացողները Ռուսաստանին դոշով պաշտպանողները ինչ պետք է ասեն ու էլ ավելի մեծ ալինելու իրանց մեղքը էլ առումով եթե այդ կործանումների process-ին մեզ հայերիս կամ Հայաստանս դասեն բռնատիրական ռեժիմների որպես սենց ասենք աջակցող պետություն ինչպես Բելարուսին Հայաստան այդ ժամանակ ինչ պետք է ասում դրան ենք մոտենում մենք ասում ենք եկեք արա որպես լիարժեք ազգ ոտներից վեր կեցած կանգնենք ու ասենք մենք աշխարհի բարեկիրթ ազգերի կողքին ենք եւ հավատացեք այս կղզյակը իսլամական աշխարհի մեջ լինի բռնատիրական ռեժիմների շրջապատում լինի պաշտպանելու են եթե մինչև օրս
Մինչև օրս չեն հարձակվել Հայաստանի վրա։ Նորից եմ կրկնում, դա միայն ու միայն Ամերիկայի Միացյալ Նահանգների ընդամենը զանգերով ա եղել։ Երբ որ ռեալ այդ հարձակումները արդեն կարծես թե հասունացել են եւ Հայաստանում շատ էին խոսում դրա, հեսա հարձակվելու, բայց այնուամենայնիվ ես ասում եմ չի հարձակվելու։ Ինչի՞ց դա ոնց է չի, ասի չի հարձակվելու, ու մինչև հիմա չի հարձակվել։ Եվրոպական դիտորդական առաքելության գործառույթը Էդ էլ շնորհակալություն Նիկոլ Փաշինյանի դիրքորոշումներին։ Այսինքն այնուամենայնիվ դիտորդական առաքելությունը եւս զսպող հանգամանք է եղել, ճիշտ է, չհարձակվելու։ Եղել, ում շնորհիվ։ Եվրոպացիների Նիկոլ Փաշինյանի չէ։ Նիկոլ Փաշինյանին ինչ ստիպում են արևմուտքից անել։ Արա հրալիստը դու չէիր ասում սա։ Հա, դե արա էսի։ Ստիպում են, ասենք 100 ինչ-որ գործողություններից մի հատ է, երկու հատը ստիպում են անել, չէ։ Այդ ստիպված արածը, դե լավ, մեկը արվում է, չէ։ Հելում հայտարարում են, տեսակ, Նիկոլ Փաշինյանն էր որ արեց։